Հայկական խոհանոցը հայ ժողովրդի մշակութային ինքնության բանալին է։ Եթե ուզում ես պահել ինքնությունդ, մի մոռացիր հայկական խոհանոցի հին ու ավանդական ուտեստները։ Սխտորը, բույս, քինի, ձեթ և աղ ու կանաչիներից որը որ ցանկանում եք։ Այս անգամ Սեդրակ Մամուլյանի խոհանոցում միասին պատրաստում ենք Արագածոտնի մարզի ավանդական ուտեստը՝ հագանին։ Հավի կրծքամիս, սինդրիկ, պղպեղ ու քամած մածուն։ Սրանք այն բաղադրիչներն են, որոնք այսօր մեզ պետք են։ Հագանի կերակրատեսակները դրանք այն կերակրատեսակներ են, որոնք պատրաստվում են սոուսի մեջ, թանձրուկի մեջ։ Մենք թանձրուկը ստացանք քամած մածունից, չորաթան ալինում ընդհանրապես, բայց մենք ոնց որ պատրաստեցինք չորաթան, քամած մածուն, ալյուր, ձվի դեղնուց եւ սխտորաանգուզային հատուկ սոուս։ Սկզբում պետք է պատրաստել սոուսը, որի մեջ հետո հավի կրծքամիսը կտապակվի։ Իսկ մինչ ես զբաղվում եմ չորաթանով, խոհարարը հավի կրծքամիսն է պատրաստում։ Մենք մկանային հյուսվածքները, ծայրերը փակում ենք։ Երբ որ կտրում ենք միսը մկանային հյուսվածքին ուղղահայաց, մենք մկանաթելերը, որոնք խողովակներ են, կտրում ենք եւ ծայրերը բաց են մնում, եթե մենք այլ ձևով դնենք տապակի մեջ, այդ ծայրերից խողովակներից հոսելու է հյութը։ Ընթացքում հարց է առաջանում՝ մարզային այս ուտեստը որ ժամանակաշրջանին է բնորոշ։ Ուտեստը հին տեսքով, այսինքն դեռ չմշակված, մոտորապես տենց դարի սկզբին 20-րդ դարի սկզբների տևողությունը, բայց մենք մի քիչ լրացրել ենք, մի քիչ գեղեցկացրել ենք, մի քիչ արտիականացրել ենք, որի իրավունքը կարծում եմ ունենք։ Արագածոտնի հագանին ձմեռային մի փոքր էլ տոնական կերակրատեսակ է։ Կերակուրը տոնական եւ հիմնականում ձմեռային սեզոնի կերակրատեսակ, ավելի խիտ, ավելի տենց ծանր լինելը իհարկե մի քիչ հարաբերական է, որովհետև այստեղ կատնաթթվային մեր մասնակցությունը բանի, չորաթանի նպաստում է մարսողությանը։ Հավն էլ ինքը իրենով համարվում է դյուրամարս։ Անդրադառնալով տարածաշրջանային բազմազանությանը, փորձում ենք պարզել մթերքների տեղայնացումը։ Սինդրիկի մասով ասին, որ Արագածոտնում ընդհանրապես չի լինում, բայց որոշ տեղերում իհարկե լինում է։ Եվ գիտեք, մեր ախորժակներ, մեր սնվելու ցանկությունը, մեր սնվելու նաև ձևը նույնպես կախված է այդ բնակլիմայական պայմանների հետագրանքն։ Ավելի ցածրավիլ վայրերում, ավելի շոգ վայրերում օրական աղի պահանջը մեծ է։ Մեր հագանին այս ընթացքում գրեթե պատրաստ է։ Վերջի համը սինդրիկով է լինելու, բայց մենք վերջի համը վերջում կտանք։ Հիմա մենք տալիս ենք նաև ենթահամ, մի 10%-ը սրա, կեսը։ Այնուհետև լցնում ենք այն ինչը որ կառուցել մեր համային այդ կառուցվածքը ինչից որ լինելու է, դա չորաթանն է։ Հիմա ուտեստը մոռացության է մատնվել, որքան էլ տանը մեծեր լինեն, միևնույնն է, ժամանակները փոխվում են եւ նոր համեր են անհրաժեշտ։ Մի հետաքրքիր հանգամանք կա, որ ազգային խոհանոցը տներում տատիկների, մայրիկների շնորհիվ է մեզ փոխանցվել մեծամասը։ Բայց նրա զարգացումը հասարակական սննդի օբյեկտներն են ավելի լավ զարգացնում եւ արդեն պրոֆեսիոնալ խոհարարները։ Կերակրատեսակը պատրաստ է, ժամանակն է այն գեղեցիկ մատուցելու։ Կերակուրը ձևավորում է նախ եւ առաջ իր մթերքներով։ Այսինքն դու չես կարող կերակուրը հենց այնպես ամփոփ լցնես ու ուղարկես։ Կերակուրը դա պատրաստողից ծնված օրգանիզմ է։ Ինչպիսին ենք մենք ուզում լինի մեզանից ծնված օրգանիզմը։ Ի սիրելով տեղադրել, սիրելով։ Մտքի մեջ նույնիսկ կարելի է ինչ-որ լավ բաների մասին խոսքել, այո, եւ հավատացեք, որ այդ դեպքում ճաշակողը կհասկանա, որ այս մթերքը, այս կերակրատեսակի մեջ, այո, հոգի է դրված։
Դե ինչ, մեր արագածոտնի հագանին պատրաստ է։ Այն մատուցում ենք լայն ժպիտով, պահպանելով մեր մշակութային ժառանգությունը։ Շողեխլի ջան, Բեն Անտոնյան, Արմալուր։